Իշխող Հանրապետականը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր Լոռու մարզում էր։ Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցուպատասխանի ձևաչափով հանդիպումներ ունեցավ Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան քաղաքներում։ Վարչապետին ուղղված հարցերը հիմնականում ֆինանսական աջակցության եւ սոցիալական օգնությանն էին վերաբերում։ Ալավերդի եւ Տաշիր քաղաքներում օրինակ վարչապետին խնդրեցին օժանդակել մշակույթի տները վերանորոգելու հարցում։ Մարդկանց մի մասն էլ անձնական խնդրանքով էր դիմում վարչապետին։ Ստեփանավանում չնայած հանդիպումը լեփ-լեցուն դահլիճում էր ընթանում, վարչապետին ուղղված ընդամենը մեկ հարց հնչեց։ 88-ի երկրաշարժից տուժած կինը, ով շուրջ 30 տարի է ապրում է ժամանակավոր Փայտաշեն տնակում, հետաքրքրվեց Կարապետյանից, թե երբ վերջապես բնակարան կստանան։ Անցել է շուրջ 30 տարի եւ մենք այդպես էլ այլ բնակարան չստացանք։ Աշտաբերդ թաղամասի շենքերը գտնվում են ծայրահեղ, անմխիթար վիճակում, որտեղ ապրելը դարձել է գրեթե անհնար։ Բազմիցս բարձրացրել ենք այս հարցը, սակայն դեռ որևէ լուծում չի գտնվել։ Պարոն վարչապետ, մենք մեծ հույսեր ենք կապում ձեզ հետ, մենք հավատում ենք ձեզ եւ խնդրում ենք ձեր աջակցությունը այս խնդրի լուծման մեջ։ Կարեն Կարապետյանը հստակ չասաց, թե խնդիրը երբ կլուծվի, փոխարենը հանգամանալից ներկայացրեց համակարգված կառավարման մոդելն ու հավելեց, հարցը պետք է ներառել քաղաքի հնգամյա զարգացման ծրագրի մեջ։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մաքսիմալ արագ լուծվի, բայց չենք փորձել, եթե մենք ի վիճակի չենք այսօր վաղ լուծել, ձեզ հաճոյանալ, ասենք, գիտես ինչ, հա, վաղը լուծելի ենք, ու հետո գանք բացատրենք ինչի չենք լուծել։ Ինձ թվում է ձեզ էլ չի տալի դա, չէ՞։ Այդ իսկ պատճառով ձեզ անից խնդրվում եմ, որ դուք ձեր ավականու միջոցով կայքերում կա, չէ, 5 տարվա ծրագրի, մաքսիմալ ծրագիր ուշադիր նայեք։ Մեզ պետք է որ ծրագիրը լոզունգային չլինի։ Այ հստակ ձևակերպված է։ Այսօր որտեղից ենք սկսում, վաղը ուր ենք գնում, այն մյուս օր ենք գնում, այն մյուս օր ենք գնում, ու այդ հորիզոնը ձևակերպված է, որ 5 տարի հետո մենք Ստեփանավանում ունենալու ենք հետևյալ ցուցանիշները։ Լուծված այս խնդիրները, չլուծված դեռ այս խնդիրները։ Իշխող Հանրապետական կուսակցության քարոզարշավն իրականացնող Կարապետյանը վստահեցնում է, ուսումնասիրել, վերլուծել են իրենց եւ ուժեղ, եւ թույլ կողմերը։ Ամփոփ ներկայացնելով իրենց անելիքները, վարչապետը թվարկեց կարճ ժամանակամիջոցում ձեռք բերված հաջողությունները, որոնք ըստ նրա շարունակական են լինելու։ Եվ այս պահին ձեզ հայտարարում եմ, որ ինչ որ վերցնենք մեր վրա արել ենք։ Ինչա դա կարամ ասեմ, ինչքան է մուտքերը աճել, ինչքան է տնտեսությունը աճել, ինչքան է առևտրային ակտիվությունը աճել, հարկային դաշտում կոռուպցիոն համակարգված ռիսկեր ինչքան են նվազվել, գերիշխող դաշտում մատակարարների թիվը ինչքանով է աճել, ոնց ենք զսպել նոր տարում, որ մեծ գների աճ չլինի, գազի կիլովատի գին ենք իջացրել, կարմիր գծերի տեսախցիկները տեղափոխել ենք համայնք։ Անդրադառնալով Լոռիում իրականացվելիք ծրագրերին, Կարապետյանը նշեց, որ նախատեսում են մարզում 45 ծրագիր իրականացնել եւ 2500 աշխատատեղ բացել։ Մինչև այսօր ինչ որ ասել ենք, արել ենք, հստակ ծրագրեր ասում ենք, օդի մեջ չենք ասում, որպեսզի դուք ասեք, եւ հասկանալի լեզվով ենք գրել, թե ուր պետք է գնանք։ Ու մենք ամսի 3-ին 4-ին ձեր բոլոր խնդիրների լուծումը խոսք չենք տալ, բայց մենք ձեզ խոսք ենք տալի, որ ռեգուլյար ժամանակ անց դուք տեսնել եք, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք։ Ինչպես մյուս մարզերում, այնպես էլ Լոռիում վարչապետը հորդորեց շատ աշխատել, ինչի դեպքում դրական փոփոխություններն ավելի նկատելի կդառնան։